այո, մեղադրյալ Վարդան Ղուկասյանը ունի առողջական խնդիրներ, որ այո, պարբերաբար հնարավոր է անհրաժեշտություն առաջանալ քաղաքացիական հիվանդություն բուժում ստանալ։ Եվ ասում է, որ այո, նա կարող է գտնվել քրեակատարողական վիճակում։ Մենք դա չենք երգում, որ մեղադրյալը ունի առողջական վիճակ։ Բայց ինչու չենք նաև հաստ ընդունում են հանգամանքը, որ այո, այդ առկա հիվանդությունները փառք Աստծո, ինձ թվում է, չգիտեմ, լավ, ուրիշ ձև չներկայացնեմ, անկարգ ուրիշ ձև չդիտվի։ Ես շատ ուրախ եմ, որ այդ հիվանդությունները փառք Աստծո այդ աշճան ծանր չէ։ Եվ ունենք այն վիճակը, որ այո, խոչընդոտ չկա կառավարազատության մեջ գտնվելու։ Պատվաժան դատարան, ես ստիպված նորից էլի անդրադառնալու եմ այս ներկայացված փաստաթղթին։ Ես չեմ կարող սա համարել արժանահավատ նախ այս տեսակետով ներկայացնեմ փաստաթուղթ, ինչու։ Երբ որ կար 2-3 ամիս հետո սա կլինի, 5 տարի հետո սա կլինի, 10 տարի հետո սա կլինի։ Բայց մենք այս մոտ մի հարց տրվել այ հարգիներս, որ առողջությանը չհետևենք, իհարկե վատ հետևանքներ կլինի։ Շնորհակալություն դիմակաս։ Համապատասխան բուժօգնություններ ստանալու։ Եթե որևէ անգամ դուք դիմել եք համապատասխան մարմնին, որ ձեզ բուժօգնություն ցուցաբերվի, եւ չեն ցուցաբերել, խնդրեմ բերեք ներկայացրեք դրա հիմնավորումները։ Չհատուցում չդատեք, ես շարունակեմ գիտեմ ինչ կոչված։ Դա այլ հարց է, որի կապակցությամբ պետք է անպայման համապատասխան միջոցներ ձեռնարկվեն։ Եկին փոստաժյալ հաղորդումներ ներկայացնելու մասին է նշվում։ Ես կարող եմ մի բան հավաստիացնել։ Բոլոր այդ հաղորդումները, որոնք եթե նույնիսկ պարզվի, որ որևէ առերևույթ պաշտոնատար անձ պատշաճ չի կատարել իր պարտականությունները, համապատասխան գնահատական կտրվի։ Բայց օդում կատարելով հայտարարություններ, որ ես սա այսպես եմ կարծում, այն կարծիքով չեն թույլ տալիս, բերեք հիմնավորեք, երբևիցե ունեք հիմնավորում, որ դուք ուզեցել եք ձեր բժիշկին, ձեր նախընտրած բժիշկը մուտքունի, չեք դիմել համապատասխան մարմնին, վարույթ իրականացնող մարմինը պետք է որոշի, թույլատրի թե չէ, սահմանափակում է վերացնի թե չէ։ Այո։ Պնդում է դատարան ներկայացված միջնորդություն եւ հիմնավորված։ Այսինքն, օդում հայտարարություններ կատարելով, որ այս իրավունք նախախտում է սարվում, չգիտեմ, դեղի անունը հնչեցում, ես մասնակից չեմ, այս դեղը չի կարելի նշանակել։ Որ նշանակվել է, ուրեմն կարելի է, որովհետև ես բացառապես բացառում եմ այն գաղափարախոսությունը, որ կարելի է դիտավորել կամ հնարավոր է դիտավորել հակառակ դեղ տրվի։ Չուղղակի դերեք լինենք որոշակի, չգիտեմ, էլ Նիկոլական Միլիոն ոտքի կանգնեք, դուրս եկեք նստեք դառնում։ Պատվաժան դատարան, ինձ որոշումը նույնն է, ինչ վերաբերվում է այս դրոնիկացումը, ես գտնում եմ սա կարող է առասարակ իմ գնահատման արժանահավատ չի կարող դիտարկել, որևէ այդ նոր ներկայացված ձեր նորից ասում իմ գնահատման, ինչպես ամբուլատոր քարտը գործում Եվ որևէ գործընթաց կամ գործիքակազմ առկա չի, որ այս հարցի կապակցությամբ փորձագետ վերաբերել փորձագետներ։ Հետևաբար պատվաժան դատարան, չգիտեմ, նորից եմ կրկնում, շատ ուրախ եմ, որ Ծայրաշինը առողջական վիճակի խնդիր չունեն, հույսով է կստանա համապատասխան բժշկական օգնություն եւ առողջական վիճակը կարգավորվի եւ զուտ այդ հանգամանքը չի կարող տվյալ դեպքում դիտարկվել ի հայտ եկած նոր հանգամանք եւ ինքնին հանդիսանալ խափանուն միջոց փոխելու։ Շնորհակալություն։